Բլոտ ինչով է հետաքրքիր, որ շատ նման է իրական կյանքին, տեսեք, դու վերցնում ես քարտերը եւ քեզանից անկախ դու որոշակի խաղաքարտեր ունես, լավ կամ վատ, եւ ամեն մարդ մի ձև է խաղում։ Եվ ինչպես իրական կյանքի մեջ դու մենակով չես խաղում, դու փորձում ես գործընկերոջ հետ լավագույն արդյունքի գնալ, միևնույն ժամանակ մրցակցելով այլ մարդկանց հետ, որտեվ կյանքում որևէ բան դու միայնակ չես անում, միշտ մրցակցության մեջ ես եւ միշտ կարող ես գործընկերներ գտնել այդ ճանապարհը իրար հետ գնալու համար։ Պետք է այդ ժամանակ պետք է ռիսկի գնաս կամ չփորձես վերցնել չհաշվարկված ռիսկ։ Լինում են ժամանակ եւ նույն խաղաքարտերով տարբեր մարդիկ կարող են տարբեր արդյունքներ գրանցել։ Քեզ թվա թե դու ունես լավ խաղաքարտեր, բայց հակառակորդի մոտ էլ ավելի լավ իրադրություն լինի։ Շատ հետաքրքիր է դա առումով, բավականին նման է կյանքին, ինչքան բան կա, որ կախված է մեզանից, բանը կա, որ կախված չէ մեզանից, բաներ կա, որ բանակցելով կարողանում ես բարելավել քո դիրքերը կամ հակառակը։ Այնպես որ շատ հետաքրքիր խաղ է բլոտը։ Եվ բոլորին խորհուրդ եմ տալիս վերցնել մեր կանոնագիրքերից բլոտի կանոնագիրքը, որ ունենք, տարբեր գրախանութներում վաճառում են, եւ մենք տարածում ենք այդտեղ էլ ֆեդերացիայով էլ տարբեր քաղաքներում մենք մասաճյուղեր ենք բացում եւ փորձում ենք նույն կանոնակարգը տարածել, այդտեղ էլ գաղափարային մաս կա։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։